Պարոն Փաշինյան, օգոստոսի 24-ին Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը գործարկվեց, ինչի հետևանքով արդեն երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի տակ վտանգի տակ հայտնվեցին երրորդ երկրների բանկերը, արգելափակվեց նաև իրանական էներգետիկ սեկտորը։ Հիմա հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանի խոշոր առևտրային գործընկերն է, Հայաստանի կառավարությունը քննարկել է այդ ռիսկերը կենտրոնական բանկի հետ, կան արդեն պատրաստված միջոցառումներ, կարող ենք ասել, որ մեր բանկային համակարգը պաշտպանված է։ Եվ երկրորդ, Երևանը ունի Վաշինգտոնից երաշխիքներ, որ Իրանի եւ Հայաստանի մեջ իրականացվող գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, ռազմավարական բարտերային ծրագիրը չի հայտնվի հարվածի տակ։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, գիտեք, ինչ մեր բանկերը սանկցիոն առումով շատ բարձր կարգապահություն ունեն, շատ բարձր կարգապահություն ունեն։ Մեր բանկային ֆինանսատնտեսական ոլորտի կարգապահությունը այնքան բարձր է, որ նույնիսկ կան փորձագետներ, ովքեր ասում են, դե լավ, հա, այդքան չափազանցրած, այդքան կարգապահությունը ինչքանով է արդարացված, բայց փորձ ցույց է տալիս, որ արդարացված է։ Ես բանկային համակարգի հետ կապված ընդհանրապես ոչ մի մտահոգություն չունեմ, որովհետև իրանք ճշգրիտ աշխատում են ճշգրիտ կանոններով, ամենաբարձր ստանդարտներով։ Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, իհարկե որոշումները շատ բազմաշերտ են, պետք է այդ որոշումների բովանդակությանը ծանոթանալ, որովհետև վերնագիրը ուրիշ բան է եւ որոշումները ուրիշ բան է։ Եվ բուն իրականության կոնկրետ գործարքների վրա դա ոնց է ազդում, դա կամ կարա ազդի, կամ ինչ ռիսկեր կան, կամ ինչն է, որ ընկնում այդ ձևակերպման տակ, դա արդեն հետագա աշխատանքի բան է, խնդիր է, եւ այդ աշխատանքը արվում է, եւ քանի որ նոր է process-ը եւ ծավալուն է, մենք հիմա դա վերլուծելու ընթացքի մեջ ենք, այդ թվում մեր գործընկերների միջազգային աջակցությամբ, որպեսզի ճիշտ հասկանանք ամեն ինչ եւ ամեն ինչ լինի ճիշտ։ Ես ասացի, մենք հələ պետքա բովանդակությունը հասկանանք, երբ որ բովանդակությունը հասկանանք, կարող է ոչ մի բանի դիմելու կարիք էլ չլինի, որովհետեւ նախկինում էլ ա եղել տարբեր, տեսեք, մենք նույն սանկցիաների հետ կապված, ասենք օրինակ Ռուսաստանի դեմ սանկցիաներ են կիրառվել, մենք ԳԱՏՄ անդամ լինելով մեր առևտրաշրջանառությունը կազմակերպել ենք եւ տենց հնչելա, բայց հետո շատ բաներ տեսել ենք, որը վերաբերվում է մեր բուն առևտրատնտեսական գործունեությանը, սանկցիաները չեն առնչվում իրանց հետ։ Բայց այդ փաստաթղթերը իրանք շատ ծավալուն եւ տեխնիկական բնույթ ունեցող փաստաթղթեր են եւ նախ պետքա դա փորձագիտական վերլուծության ենթարկել, երբ որ մեր փորձագետներ, ընդ որում մի այսպիսի առանձնահատկություն էլ կա, որոշումներ նաև պատահել է նախկին փորձից եմ ասում, փոխվում են։ Այսինքն իրան նրբություններ կան, որ նաև փոխվում են, այսինքն սա աշխատանքային process է, որը շարունակաբար պետքա տեղի ունենա։